ինչ արագ փոխվեց մոտեցումը, մինչև այդ դա աննորմալ էր, ծնողը հասկանում էր, ինչ վնաս է տալիս, գիտակցում էր։ Հիմա սովորական է, ժամանակակից ծնող ասում է, չէ, որ հետո ինքը ամբողջ կյանքը տևելու է, հա, ու պետք է, որ հիմիկվանից տեղեկացված լինի։ Այդ առումով, երբ ես լսում եմ այն դպրոցների մասին, որոնք առաջի դասարանին մտցնում են նման իրենց ասելով գրագիտությունը կամ մեդիագրագի, այո, թվային գրագիտություն, բայց QR կոդեր կան դասագրքերում ուզած ինչ-որ ձևով պետք չէ ստեղծել նման գրքեր, որպեսզի հետո ստիպված լինեն երեխաները օգտվել դրանից։ Ամեն դեպքում կարծում եմ, որ սա ներխուժում է երեխայի կյանք, սա ներխուժում է երեխայի բնության մեջ, որտեղ ապրում է դեռ խաղը, կախարդական ու հրաշքների հրաշքները իր կյանքում ամեն ինչ հրաշք է, իր կյանքում կա լիքը կախարդություն ու այդ ամբողջը պարզեցվում է եւ դրա վրա ինչ-որ ռեալության ու իրականության բանն են գնում, ոնց որ ծանր քարը, ու ինքը ստիպված է այդ քարը քաշ տալ ու ապրել չափազանց ռեալիզացված միջավայրում են դեպքում, որ իր համար ամեն ինչ պետք է իսկապես կախարդական լինի դեռ։